Գյումրիում ստեղծված անօդաչու թռչող սարքերը հասել են Փարիզ միջազգային ցուցահանդեսում ներկայացված հայկական արտադրանքը հետաքրքրել է նաև Գերմանիայի և Հնդկաստանի ներկայացուցիչներին։ Թվացյալ խառը աշխարհագրության մեջ Գյումրու միտ ուսումնական կենտրոնի բացահայտվող պոտենցիալն է։ Գերմանացի ինժեներներին շատ դուր է եկել ու իրանք պատրաստվում են գնել։ Հիմա այդ արտահանման process-ն են կանում ու հետագայում շատ մեծ համագործակցություն է հնարավոր որ կատարվի ու ոնց որ Գյումրիում արտադրված սարքը եվրոպական առաջատար են տեխնոլոգիական ընկերություններին հետաքրքիր է, էլի։ Գյումրիում մշակված անօդաչուն դեռ վերջնական արտադրանքի փուլում չէ, սակայն արդեն առանձնանում է իր տեխնիկական հնարավորություններով, տեղավորվում է Պայուսակում, բայց թռչում տասնյակ կիլոմետրեր։ Ինքը մի երկու առավելություն ունի, ոնց որ բոլորին դա է դուր գալիս, այսինքն կարող է թևերը ծալել ու շատ կոմպակտ պայուսակի մեջ տեղավորվել ու նաև հնարավորություն ունի ուղղայաց թռիչք կատարելու, այս տեսքով ինքը ձեռքից թռնելու է առանց կատապուլտի, առանց ինչ-որ մեխանիզմների, առանց թռիչքու ու հետո օդի մեջ արդեն պտտվում դառնում է հորիզոնական։ Սա կենտրոնի առաջին փորձը չէ միջազգային հարթակներում, թիմը տարբեր ցուցահանդեսների ընթացքում ներկայացրել է շուրջ 7-ից 8 արտադրանքներ, բայց տեխնոլոգիական արտադրությունից զատ կենտրոնի հիմնական ուղղություններից մեկը կրթությունն է։ Միտում մոտավորապես 30 երեխա է ստացիոնար սովորում, ճամբարին մասնակցում են ընդհանուր թիվը 120 հոգի են, եթե չեմ սխալվում, մոտավորապես 18 թիմ է մասնակցում։ Կրթական ծրագրի կարևոր ուղղություններից է նաև օդագնացության ճամբարը։ Միտը արդեն 3-րդ տարին է մարզերի երեխաներին հնարավորություն է տալիս մի քանի օր շարունակ սովորել, փորձարկել ու սեփական ձեռքերով ստեղծել անօդաչու սարքեր։ Առաջի 2 տարին իրանց կրթակարգով ինչ նախատեսած է, իրենք հետները տանում են, անկախ նրանից դա հասցրել են պատրաստել, հարցրել են թռցնել, բայց 3-րդ տարից սկսած իրանք տանում են այստեղից ավելի լուրջ սարքեր, որոնք կարող են, չգիտեմ, 30-60 կիլոմետր թռիչք իրականացնել ու այդ սարքերը, եթե այստեղ հասցնում են պատրաստել, թռցնել, հետները տանում են։ Ճամբարի ամենակարևոր արդյունքը թերևս այն է, որ այստեղ ձեռք բերած գիտելիքը երեխաներն իրենց հետ տանում են նաև համայնքներ, ինչպես օրինակ Վայոց ձորի Խաչիկ գյուղից Սաթենիկ Ոսկանյանի դեպքում է, ով արդեն 3-րդ անգամ է ճամբարին մասնակից։ Սա Cessna տիպային մոդել է, այն կազմված է ընդհանուր թևերից և մարմնից։ Մենք ունենք այստեղ տարբեր հատվածներ, որոնք կարգավորվում են մեր ունեցած վահանակի շնորհիվ և մենք միանում ենք այս սարքերին և կարողանում ենք կառավարվել մենք կանգնած տեղից, որպեսզի այն թռչի։ 3 տարի գալիս եմ ճամբարներին, առաջին տարի մենք պատրաստել ենք Su-27 տիպային մոդելը, որն էլ սիրով վարում ենք մեր գյուղում և տարածում ենք համայնքներում։ Իսկ Արտաշատի Դվին գյուղից Միքայել Կարապետյանն այս անգամ իր թիմով աշխատել է ոչ թե պարզապես թռչող մոդելի, այլ գործնական նշանակություն ունեցող սարքի վրա։ Պատրաստում եմ ինքնաթիռ, որը կարող է տանել 2 կիլոգրամանոց բեռ օգտակար և պետք է թռչի 30 կիլոմետր։ Դե այս տիպային մոդելը ավելի շատ կարող է առաքման ծառայել, որովհետև ինքը իրան խոցելը ավելի հեշտ կլինի, քան ռազմականի մեջ։ 16-ամյա Դավիթ Սարգսյանի համար էլ օդագնացությունը վաղուց արդեն պարզապես հետաքրքրություն չէ։ Նա առաջին անգամ է մասնակցում ճամբարին, բայց արդեն գիտի ինչ մոդել է ցանկանում պատրաստել։ Ես փոքրուց ի վեր միշտ ցանկություն եմ ունեցել պատրաստել Su-57 մոդելը, որը միշտ իմ սրտում է եղել, միշտ ուզեցել եմ պատրաստել իր փոքր տեսակը, որ կարողանամ թռցնեմ։ Հիմա աշխատում ենք այս մոդելի վրա, հենց ճամբարը ավարտեմ, վերադառնամ տուն, սկսեմ երևի աշխատել իմ փոքր ժամանակվանից երազած մոդելի վրա պատրաստեմ և թռցնեմ։ Գյումրիում ձևավորված այս կրթական միջավայրը տարիների ընթացքում փորձում է տեխնոլոգիական գիտելիքը կենտրոնից հասցնել մարզեր, երեխաներին ոչ միայն պատրաստի սարք ցույց տալով, այլև հնարավորություն տալով այն սեփական ձեռքերով ստեղծել։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Օգոստոսի 16-ի ուժեղ քամին ու հորդառատ անձրևը Գյումրիում հերթական խնդիրներն են առաջացրել։ Հաղթանակի 42 աշենքի բակում քամու հետևանքով հաստաբուն ծառը մասամբ տապալվել է քարաշեն տնակների և ավտոտնակների ուղղությամբ, վտանգավոր իրավիճակ ստեղծելով բնակիչների համար։ Տանիքս շարժվում էր, որտև ծառը թեքվել է արդեն։ Այն մասը նրան խփում է։ Ես
Բախի մեջ էի, իրոք բախի մեջ էի արդեն։ Ծերացած այս ծառը բնակիչների խոսքով վտանգավոր էր դեռ վաղուց, նրանք պարբերաբար բարձրաձայնել են այն հեռացնելու անհրաժեշտության մասին, սակայն իրենց պնդմամբ խնդիրը մինչ օրս լուծում չի ստացել։ Ինչ որ մի հատ ուժեղ քամի էր լինում, ինչ որ մի հատ բան էր, այդ ծառը մանավանդ որ դուք նկատում եք արդեն իմ տան վրայով է նա գալիս, արդեն այդ անակասությունը, այդ պահը ինձ մեջ նաև վախի զգացողություն էր առաջանում, որ կարող է ինչ որ մի բան լինի։ Գնացի, ասեցի, եկեք կդրեք։ Չեմ ուզում, ինձ պետք չէ, որ ծառը մտածում եք ես վերցնեմ, փայտ չէ։ Փայտը տարեք, տվեք չունեցող անձնավորություններին, բայց եկեք։ Եկան, նայեցին, դրեցին, վերցրեցին եւ այլն ու գնացին։ Ու ոչ մի բան այլևս չեղավ։ Տապալված ծառը տարածքից անվտանգ հեռացնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացրել փրկարարները, սակայն բնակիչների մտահոգությունը դրանով չի ավարտվում։ Բակում դեռևս մնացել է ծառի մի հատված, որը նույնպես նրանց գնահատմամբ վտանգավոր է եւ կարող է նոր քամու դեպքում տապալվել։ Պետք է կտրվի, սա էլ պետք է կտրվի։ Ես արդեն այդ վտանգն եմ զգում, որ կարող է այս մասն էլ հանգարց այդպես նորից կոտրվի ու ընկնի արդեն դրի տան վրա ու վսե տունի հետ փշրի պրծունի։ Միաժամանակ եղանակային այս պայմանների հետևանքները նկատելի էին նաև քաղաքի այլ հատվածներում։ Գյումրու տարբեր թաղամասերում տեղացել է կարկուտ, իսկ հորդառատ անձրևը ողողել է փողոցները։ Ջրի կուտակումները մեկ անգամ եւս ուշադրություն են հրավիրել քաղաքի ջրատար համակարգի խնդրի վրա։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։ Օգոստոսի 17-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև համագործակցության ընթացքը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան փոխգործակցությանը, այդ թվում ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլաքշի Սահա Սինհան։ Վերջին 4 տարիների ընթացքում մեր երկրում 17 զանգերի կենտրոն է բացահայտվել, որոնք զբաղվել են ներդրումային խարդախությամբ։ Թիրախում եղել են օտարերկրացիները, զանգահարելով մարդկանց առաջարկել եւ համոզել են ներդրումներ կատարել։ Այն օտարերկրացիները, որոնք հավատացել են առաջարկին, գումարներ են փոխանցել։ Այսպիսով հազարավոր մարդիկ միլիարդավոր դրամական միջոցներ են կորցրել։ Իրականացող քրեական վարույթներով 56 մեղադիալների մասով քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատարան, որից 38 մեղադիալի մասով արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ, իսկ 18 մեղադիալի մասով դատաքննությունը շարունակվում է։ Որևէ քրեական գործով դեռևս արդարացման դատավճիռ չի կայացվել։ 29 մեղադրյալների մասով նախաքննությունը շարունակվում է։ Մեղադրյալները մինչ օրս ընկած ժամանակահատվածում 954 միլիոն 500,000 դրամի չափով գումար են մուտքահայտվել պետական բյուջե որպես հանցավոր ծագում ունեցող դրամական միջոցներ եւ դատարանը իր եզրափակիչ դատավարական ակտով կանդրադառնա այդ դրամական միջոցների բռնագրավման հնարավորության հարցին։ Արդյոք տուժողները կարող են վերադարձնել իրենց գումարը, քննիչը նշում է։ Միջազգային իրավական համագործակցության շրջանակներում այս քրեական վարույթով տուժող օտարերկրացիներին պարզաբանվում է տուժողի իրենց իրավունքների, այդ թվում նաև դատարան գույքային հայց ներկայացնելու իրավական հնարավորության մասին։ Եթե տուժողների կողմից ներկայացվի գույքային հայց դատարան, հետևաբար արդեն իսկ դատարանը իր վերջնական եզրափակիչ դատավարական ակտով անդրադարձ կկատարի, թե գույքային հայցի ենթակա է բավարարման, թե ոչ, ում օգտին եւ ինչքան գումարի չափով։ Դեռևս դատարան գույքային հայց չի ներկայացվել։ Զանգերի կենտրոնների աշխատակիցները ինչպես օտարերկրյա, այնպես էլ Հայաստանի քաղաքացիներ են եղել։ Ստացել են $800-ից $1,000 աշխատավարձ, նաև բոնուսային հավելավճարներ խաբեության գումարներից 10-ից 16%։ Գրեթե բոլոր աշխատակիցները տեղեկացված են իրենց կողմից հանցավոր գործունեության իրականացման վերաբերյալ, ավելին հանցավոր կազմակերպության ղեկավարները վերջիններիս հավաստիացնում են, որ իրենք ունեն հովանավորներ եւ իրենց կողմից կատարված հանցագործությունը չի բացահայտվելու։ Իդեպ, դեպքեր եղել են, երբ Հայաստանի քաղաքացիներն էլ տուժել են օտարերկրյա պետություններում գործող զանգերի կենտրոնների հանցավոր գործունեությունից։ Ինչպես որ Հայաստանի Հանրապետությունում ենք իրականացնում զանգերի կենտրոններում խոզարություն, այդ թվում նաև Բելարուսի Հանրապետությունում է իրականացվել խոզարություն զանգերի կենտրոնում եւ ինչպես որ մենք ենք օտարերկրյա քաղաքացիների տվյալները ձեռք բերում խոզարության ընթացքում, այդպես էլ Բելարուսի Հանրապետությունում իրականացված խոզարության ընթացքում ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալները, որոնք ենթադրաբար տուժել են։
30-ից 40 տուժած քաղաքացիների տվյալներ կան։ Նրանք պետք է հարցաքննվեն եւ եթե պարզվի, որ նշված հանցագործության պատճառով իսկապես գումար են կորցրել, հետագայում պետք է գույքային հայց ներկայացնեն Բելարուսի Հանրապետությունում քննվող քրեական վարույթով։ Այսպիսով քննիչը հորդորում է չհավատալ շահույթ ստանալու նպատակով ներդրումներ կատարելու կասկածելի առաջարկներին, դրանց մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին։ Ինչ վերաբերում է կեղծ զանգերի կենտրոնում աշխատելու առաջարկն ընդունելուն, քննիչը նշում է, կարճ ժամանակահատվածում հանցավոր գործունեությունը բացահայտվելու է, մեղսագրվելու է ծանր հանցանքների կատարում։ Լիանա Խաչատուրյան, Ժիրայր Հաբետյան։ Դոնալդ Թրամփը հրապարակում է արել Truth Social-ի էջում հայտարարել, որ լավ հարաբերություններ ունի Հյուսիսային Կորեայի հետ, եւ դա հաշվի առնելով ուրախ չէ, որ Միացյալ Նահանգներն իր նախագահությունից առաջ համաձայնել է մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններին։ Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարի խոսքով այդ վարժանքները ծախսատար են։ Այնուհանդերձ հիմա ուշ է չեղարկել զորավարժությունները, սակայն հանձնարարել են պատերազմի նախարարին էականորեն կրճատել դրանք, նշել է Դոնալդ Թրամփը, հավելել. Վերջերս հարցրել էր Հարավային Կորեայի նախագահին արդյոք նա կմիանա Իրանի ապամիջուկայնացման գործողությանը եւ հարավկորեական կողմը հրաժարվել էր։ Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում, նաեւ Հարավային Կորեայում է գտնվում ԱՄՆ-ի արտասահմանյան ամենամեծ ռազմաբազան։ Ընթացիկ 10-օրյա զորավարժությունների նպատակն է բարձրացնել Հյուսիսային Կորեայից բխող սպառնալիքներին հակազդեցության, ԱԹՍ-ների, GPS խափանումների եւ կիբերհարձակումների դեմ պայքարի կարողությունները։ Այս ֆոնին Հարավային Կորեան ցանկանում է բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ, Սեուլից կոչ են արել հրաժարվել փոխադարձ սպառնալիքների քաղաքականությունից եւ կարգավորել երկու երկրների միջև լարվածությունը։ Սակայն փորձագիտական շրջանակները կարծում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այդքան էլ հետաքրքրված չէ Հարավային Կորեայի, Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավմամբ, քանի որ ռազմական եւ այլ ոլորտներում արդյունավետորեն գործակցում է Ռուսաստանի հետ։ Վերջին 2 օրում ուկրաինական ուժերը հարյուրավոր ԱԹՍ-ներ են արձակել Ռուսաստանի, այդ թվում մայրաքաղաք Մոսկվայի ուղղությամբ։ Դաշնության պնտվելով թիրախում են եղել Վորոնեժի, Վոլգոգրադի, Կալուգայի եւ այլ մարզեր, Ղրիմը, Ազովի եւ Սևծովերի տարածքները։ Մոսկվայի եւ Բելգորոդի մարզերում կան զոհեր եւ վիրավորներ, տեղական իշխանությունների տվյալով քաղաքացիական օբյեկտներ են վնասվել։ Մոսկվայի մարզում նաեւ Wildberries-ի պահեստ է հրդեհվել։ Ըստ ուկրաինական կողմի Ռոստովի մարզում էլ թիրախավորվել է հրթիռային վառելիք արտադրող գործարան։ Տեղական իշխանության փոխանցմամբ հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել։ Աստրախանի մարզում եւս քաղաքացիական անձ է զոհվել։ Ռուսաստանն էլ հայտնել է, որ թիրախավորվել են Կիևում ԱԹՍ-ների արտադրամասեր, Կրեմենչուկում նավթավերամշակման եւ Կրիվոյ Ռոգում մետաղագործական ձեռնարկություններ, ինչպես նաեւ Իզմայելում եւ Օդեսայում էներգետիկ եւ նավահանգստային ենթակառուցվածքներ։ Սակայն Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ուժերը հարվածել են քաղաքացիական օբյեկտների, կան զոհեր։ Հաղորդվում է, որ ի թիվս այլնի Կիևում գրքի շուկա է այրվել։ Նաեւ տեղեկություններ կան, որ օգոստոսի 16-ի գիշերը հերթական անօդաչու թռչող սարքն է հայտնաբերվել Ռումինիայի օդային տարածքում, նշվում է, որ այն ներթափանցել է Մոլդովայից։ Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան։ Մերձավոր Արևելքում տարբեր ուղղություններով լարվածությունը պահպանվում է արևմտյան ԶԼՄ-ների տվյալով Դոնալդ Թրամփը մտադիր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը եւ աննախադեպ պատժամիջոցներ կիրառել։ Զուգահեռ Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակը հայտարարել է իր երկիրը հաղթանակ է տարել թե ռազմական, թե քաղաքական առումով, իսկ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը չեն հասել իրենց նպատակներին։ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հավելել է իրանցիները պետք է հպարտանան դրանով։ Եմենի հութիներն էլ շարունակում են երկրի կառավարական ուժերին եւ Սաուդյան Արաբիայում օբյեկտներին հարվածները, հաջողություն Իրանի։ Եմենի բանակից տեղեկացրել են, որ ի պատասխան միայն վերջին ժամերին 100-ից ավելի ռազմական գործողություն են իրականացրել հութիների նկատմամբ, ինչի հետևանքով անսարալաշարժման ներկայացուցիչներ են զոհվել եւ վիրավորվել։ Լարված է Գազայի ուղղությամբ Իսրայելը հրաժարվում է ընդունել կարգավորման ամերիկյան կողմի ծրագիրը։ Այս ֆոնին ըստ տեղեկությունների Սպիտակ տան բանագնաց Ջարեդ Քուշները հանդիպել է Համասի ղեկավարության հետ, քննարկելու խաղաղության ծրագիրը եւ շարժման զինաթափումը։ Հանդիպումն անցել է Եգիպտոսում։ Քուշները բանակցել է նաև Եգիպտոսի նախագահի, արտգործնախարարի եւ հետախուզության ղեկավարի հետ։ Դոնալդ Թրամփն իր հերթին անդրադարձել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի ստորագրած Մեքքայի համաձայնագրին, որի հայտարարված գաղափարը համատեղ պաշտպանությունը եւ հավաքական անվտանգությունն են։ ԱՄՆ նախագահը շեշտել է, այդպիսով Մերձավոր Արևելքը համախմբվում է եւ ցույց տալիս, որ պատրաստ է պաշտպանել ինքն իրեն։
Եվրոպական մի շարք երկրներում չի հաջողվում մարել անտառային հրդեհները, խոսքը մասնավորապես Բելգիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Իսպանիայի եւ Հունաստանի մասին է։ Բելգիայում երկրի պատմության ամենազանգվածային հրդեհներն են, այրվել է մի քանի հազար հեկտար տարածք, որոշ բնակավայրերում տարհանում է իրականացվում։ Կրակի մարման աշխատանքներին ներգրավվել են հարյուրավոր հրշեջներ։ Գերմանիան եւ Լյուքսեմբուրգն էլ հրշեջներ են ուղարկել օգնելու Բելգիայում հրդեհաշիջման աշխատանքներին եւ թույլ չտալու, որ կրակը հասնի Գերմանիայի հետ սահման, որտեղ նույնպես անտառային հրդեհներ են։ Ֆրանսիան եւս պայքարում է հրդեհների դեմ, որոշ օջախներ արդեն հաջողվել է տեղայնացնել։ Խորվաթիայում 4 մարդ է ձերբակալվել ափամերձ շրջաններում անտառային հրդեհներ առաջացնելու կասկածանքով։ Բարդ է իրավիճակը Հունաստանի Սկիրոս կղզում, կան զոհեր։ Իսպանիայի Ուեսկա նահանգում մեկ շաբաթ առաջ բռնկված հրդեհն էլ շարունակում է տարածվել, ընդգրկելով արդեն ավելի քան 16000 հեկտար տարածք։ Քամոտ եւ տաք եղանակը նպաստում է կրակի տարածմանը։ Դիանա Գասպարյան, Երիտասարդների միջազգային օրվա առիթով Արծվաբերդի մշակույթի տանն անցկացվեց ինտելեկտուալ խաղմրցույթ։ Մրցույթին մասնակցեցին Բերդ համայնքի 7 բնակավայրերի երիտասարդական խմբերը։ Թիմերը մրցեցին տարբեր թեմաներով հարցերի շուրջ։ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց Չինարիի երիտասարդական թիմը։ Սահմանները անում են նաև գիտելիքով և առաջին հերթին ամենամեծ սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ բոլորիդ ձեր տոնի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ երբեք չերկնչեք և երազանքների մեջ միշտ շռայլ, քանի որ ամեն ինչ սկսվում է երազանքից։ Միջոցառման մշակութային հատվածն ապահովեցին Արծվաբերդի տաղանդաշատ երեխաները։ Նրանք հանդես եկան երաժշտական և պարային կատարումներով։ Շնորհավորում եմ մեր վեր տարածաշրջանի բոլոր երիտասարդներին, սահմանամերձ գյուղերում ապրող երիտասարդներին, բոլորին ցանկանում եմ առողջություն, ցանկանում եմ ուսման մեջ հաջողություններ, աշխատանքում հաջողություններ։ Մրցույթի ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվեցին շնորհակալագրերով։ Երիտասարդների միջազգային օրվա նվիրված միջոցառումը մեկ հարկի տակ համախմբեց սահմանամերձ Բերդ համայնքի տարբեր բնակավայրերի երիտասարդներին, հնարավորություն տալով նրանց եւ մրցելու եւ իրենց գիտելիքները ցուցադրելու ու տոնը միասին նշելու։ Գավառի Ֆրունզե Դովլաթյանի անվան մշակույթի տան վերաբացման հանդիսավոր արարողությունն է։ Միջոցառումը մեկնարկում է Սարուխանի արվեստի դպրոցի երգչախմբի կողմից Հայաստանի Հանրապետության հիմնի կատարումով։ Գավառի մշակույթի տան տնօրեն Լիաննա Միքայելյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնում մշակույթի տան շենքի հիմնանորոգման գործում աջակցություն ցուցաբերած եւ ներդրումներ իրականացրած անձանց ու կազմակերպություններին բարի ընթացք մաղթելով մշակույթի տան գործունեությանը։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը մշակութային բնագավառում ներդրումներ կատարելու համար։ Շնորհակալություն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին շարունակական, հետևողական աշխատանքի համար։ Առանձնահատուկ շնորհակալությունս ձեզ, պարոն Մարտիրոսյան, այս նախաձեռնությունը ձերն է, եւ այսօրվա գեղեցիկ ձեռքբերումը ձեր հոգատար հետևողական աշխատանքի արդյունքը։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Մարտիրոսյան, Գավառ համայնքի եւ համայնքապատկան կազմակերպությունների ցանկացած խնդիր ձեր անձնականը համարելու եւ ամենաբարձր մակարդակով դրանց լուծումը կազմակերպելու համար։ Շնորհակալ եմ նաև, որ այս գեղեցիկ մշակութային կառույցի ղեկավարումը ինձ եք վստահել եւ հավատացնում եմ, որ իմ երիտասարդական ավյունս եւ աշխատանքային ողջ ներուժս կներդնեն մշակույթի տան հետագա զարգացման համար։
Այնուհետև տեղի է ունենում վարագույրների բացման հանդիսավոր արարողություն։ Վերաբացման արարողությունն ուղեկցվում է Գավառ համայնքի արտադպրոցական հաստատությունների սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսով եւ երաժշտական ու արվեստի դպրոցների համույթների, անհատ կատարողների եւ այդ հաստատությունների շնորհալի շրջանավարտների ելույթներով։ Միջոցառմանը ներկա են Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչներ, թեմի առաջնորդ Իսահակ եպիսկոպոս Պողոսյանի գլխավորությամբ, Գավառ համայնքի հիմնարկ ձեռնարկությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր։ 1970-ականներին կառուցված մշակույթի տունը տասնամյակներ շարունակ դարձել է մշակութային ակտիվ կենտրոն, համախմբելով մշակույթ ստեղծողներին եւ գնահատողներին, սակայն շենքի հնարավորություններն այլևս չէին համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Գավառի մշակույթի տան կապիտալ հիմնանորոգումը մեկնարկեց 2020 թվականին Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի անմիջական նախաձեռնությամբ։ Սուբվենցիոն ծրագրով կառավարություն համայնք համատեղ ֆինանսական ներդրումով 31 միլիոն 516 հազար դրամ հատկացվեց շենքի մի հատվածի հիմնանորոգման համար։ 2021 թվականին դարձյալ սուբվենցիոն ծրագրով շարունակվեց շենքի մյուս հատվածի հիմնանորոգումը։ Ծրագիրն արժեցավ 110 միլիոն դրամ։ 2022-23 թվականներին Գավառ համայնքի բյուջեից առանձին հատկացումներով եւ կապիտալ դրամաշնորհով 1 միլիոն 500 հազար դրամի շրջանակներում շենքում կատարվեցին վերանորոգման, գույքի եւ տեխնիկայի ձեռքբերման աշխատանքներ։ Նույն նպատակով 2024 թվականին Գավառ համայնքի բյուջեից 1 միլիոն 371 հազար եւ կապիտալ դրամաշնորհով 700 հազար դրամ է հատկացվել մշակույթի տանը։ 2024-ին նաեւ 89 միլիոն 904 հազար դրամ սուբվենցիոն ծրագրով ամբողջացել է շենքի կահավորումն ու ժամանակակից տեխնիկայով վերազինումը։ 2025 թվականին համայնքի բյուջեից 2 միլիոն 799 հազար դրամ հատկացումից բացի մշակույթի տանը տրամադրվել է 700 հազար դրամ կապիտալ եւ 1 միլիոն 420 հազար դրամ ընթացիկ դրամաշնորհ։ 2026-ին հատկացված կապիտալ դրամաշնորհը կազմել է 394 հազար դրամ, իսկ համայնքի բյուջեից հատկացումը 1 միլիոն 550 հազար դրամ։ Պահպանվել է նաև դահլիճը իր 500 նստատեղով եւ արդյունքում մենք ունենք գեր ժամանակակից լուսավորությամբ ձայնով հագեցած մշակույթի տուն, որտեղ ինչպես մեր քաղաքային, մարզային, այնպես էլ հանրապետական ցանկացած միջոցառում են կարող ենք ընդունել, հյուրընկալել։ Ֆինանսական այս միջոցների հատկացմամբ ամբողջացել է Գավառի մշակույթի տան հիմնանորոգումը, կահավորումն ու ժամանակակից տեխնիկայով վերազինումը։ Եվ այսօր Գավառի մշակույթի տունը իր աշխատանքները սկսում է նոր հնարավորություններով ու համայնքի մշակութային առօրյան ավելի ակտիվացնելու սկզբունքով։ Ալբերտ Մանուկյան, Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք ձևականորեն գրանցված ընկերության անունից առանց ապրանքների փաստացի մատակարարման կամ ծառայությունների իրական մատուցման դուրս են գրել հարկային հաշիվներ։ Ձեռքբերված տվյալների համաձայն կիրառվել է նախապես մշակված բազմաստիճան սխեմա։ Հիմնականում ֆինանսական միջոցներ չունեցող կամ նախկինում դատապարտված անձանց անուններով գրանցվել են ընկերություններ։ Վերջիներս չունենալով ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, անհրաժեշտ գույք, տեխնիկական միջոցներ կամ աշխատուժ, փաստաթղթերով ձևակերպել են զգալի ծավալի շինանյութի իրացումներ եւ շինարարական ծառայությունների մատուցումներ։ Սխեմայի սկզբնական օղակում ներգրաված կազմակերպության անունից կեղծ հարկային հաշիվներ են դուրս գրվել հաջորդ օղարկում ընդգրկված տնտեսվարողների համար։ Վերջիններս էլ փաստաթղթերով իրացումներ են ձևակերպել իրական գործունեություն իրականացնող ընկերություններին։ Այս ամենի հետևանքով այդ ընկերությունների մոտ
Արհեստականորեն ձևավորվել են ավելացված արժեքի հարկից հաշվանցման ենթակա գումարներ, ինչպես նաև շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից նվազեցման ենթակա ծախսեր։ Միաժամանակ սխեմայի սկզբնական օղակում ներգրաված կազմակերպությունը հարկային մարմին հաշվարկ հաշվետվություններ չի ներկայացրել կամ ներկայացրել է խեղաթյուրված տվյալներ, չվճարելով առաջացած հարկային պարտավորությունները։ Իսկ միջանկյալ օղակներում ներգրաված տնտեսվարողների մոտ հաշվանցման ենթակա գումարների արկայության պատճառով որպես կանոն հարկային պարտավորություններ չեն առաջացել։ Պետհետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի փետրվար նկած ժամանակահատվածում առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման դուրս է գրել ընդհանուր 3.4 միլիարդ դրամի հարկային հաշիվներ, պետությանը պատճառելով շուրջ 557 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Դեպքի վերաբերյալ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե, որտեղ առանց ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր կազմելու ու տրամադրելու հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Պետական եկամուտների կոմիտեն հարկճարողներին հորդորում է զերծ մնալ առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման ապրանք հարկային հաշիվներ դուրս գրելուց, ինչպես նաև ծախսերի եւ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելուց։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է հետևողական միջոցառումներ ձեռնարկել կեղծ գործարքների շղթաները բացահայտելու, պետական բյուջեին վնաս պատճառող սխեմաները կանխելու, իսկ կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին օգոստոսի 4-ին ժամը 12:45-ին Մեծ Մասրիկ գյուղի գազալացակայանի մոտ թմրամիջոցապոյնի պահելու եւ օգտագործելու կասկածանքով իրավապահները ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Դարակերտ գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդու, հիմնավորվեցին նաեւ ոստիկանների մյուս կասկածները։ Բաժնում տղամարդն ընդունեց, որ խուզարկությամբ իր մոտ հայտնաբերված կաթուցիչում մարիխուանա է տանել ունի, զենգզինամթերք եւ աճեցնում է կանեփ։ Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Վարդենիսի քննչական որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Նույն օրը Դարակերտ գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա, կանեփի սերմ, առանց փաստաթղթերի 2 հրացան, ինքնաձիգի 124 փամփուշտ, դանակներ, կանեփի 21 թուփ։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի եւ Երևանի բնակիչ երկու երիտասարդ պարբերաբար փորձում են կատարել բնակարանային գողություններ եւ որոշ դեպքերում հաջողել են։ Նախապատրաստական որոշակի գործողություններից հետո երիտասարդները վերցվեցին օպերատիվ հսկողության, նպատակը նրանց անցապաստով բռնելն էր։ Օգոստոսի 6-ի երեկոյան Էջմիածնի 31-ամյա բնակչի վարած Հոնդա Մակնիշի մեքենայով նրանք մեկնեցին Մայրաքաղաք, գտնվելով օպերատիվ հսկողության տակ մտան Օհանովի փողոցի 2 եւ Բաբաջանյան փողոցի 4 տարբեր շենքեր, սակայն որևէ բնակարանի դուռ բացել չկարողացան։ Այնուհետև տղամարդիկ վերադարձան 31-ամյա երիտասարդի տուն, թողեցին Հոնդան ու Մերսեդեսով մեկնեցին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոց։ Այստեղ մտան շենքերից մեկի շքամուտք, բայց այս անգամ էլ դռները փակ մնացին։ Իսկ շքամուտքից դուրս գալիս նկատելով ոստիկաններին երիտասարդները դիմեցին փախուստի, այդ ընթացքում Մերսեդեսը թողնելով Էջմիածնի Շիրազի փողոցում։ Փախուստը կարճ տևեց։ Ժամը 23-ի սահմաններում Էջմիածնի տարբեր փողոցներում երկուսն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։ Մերսեդեսը Շիրազի փողոցում վերցվեց հսկողության։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հետագա միջոցառումներով հիմնավորվեց, որ տղամարդիկ մինչ այս էլ Երևանում եւ Էջմիածնում կատարել են առնվազն 2 բնակարանային գողություն ու մի շարք փորձեր։ Երկուսն էլ կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է։